եւ այսպես Պուտինյան Ռուսաստանը ու ընդհանրապես ռուսական պետությունը Հայաստանի թշնամին է, հարգելի հեռուստադիտողներ, տենց հայտնի արտահայտություն չէ, կարողան թուրքերը նայում ուրախանում են, նախկին իշխանությունները իրենց բոլոր գործողությունները փորձում են այս ձևակերպումով արդարացնել, կոռուպցիայի մեջ թաթախված էին, երբ որ դու դրա մասին ասում են թուրքը նայում ուրախանում, այսինչի մասին եք խոսում, հիմա այս նույն տրամաբանությամբ մի քիչ ձևափոխենք իրողությունը, Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը Ջոն Բոլթոնը նայում ուրախանում է, հիշեցնեք, սա մեր սիրելի կերպարներից մեկն է, ու մենք ստիպված ենք իր մասին կրկին խոսել, դա այն մարտով 2018 թվականի այսպես կոչված Թավշյա հեղափոխությունից հետո գալիս է Հայաստան, հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ եւ դե ֆակտո տալիս է ճանապարհային քարտեզը Հայաստանում ապագա գործընթացների վերաբերյալ, հետո Ջոն Բոլթոնը նաև հարցազրույց է տալիս տեղական լրատվամիջոցներից մեկին եւ ասում է հետեւյալը, որ նա կարծիք է հայտնել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, որ Հայաստանի զարգացման գրավականը դա պատմական կարծրատիպերից հրաժարվել է, ինչ նշանակում պատմական կարծրատիպերից հրաժարվել, մեր այսօրվա զրույցի համատեքստում ասենք, որ Ռուսաստանը ոչ թե ռազմավարական դաշնակից է, այլ ինքը թշնամի, որը նպաստում է նրան, որ հայկական պետականությունը հյուծվի։ Իսկ հիմա գանք Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին, նա առաջին անգամ եկավ 9-րդ գումարման ազգային ժողով ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը եւ ծրագրից մենք ինչ ենք իմանում Նիկոլ Փաշինյանի կարծիքով Ռուսաստանը, ռուսական պետականությունը ստեղծել էր Հայաստանը, օգտագործում էր հայերին դարերով շարունակ ընդդեմ Թուրքիայի, ապագայում սկսեց օգտագործել նաև ընդդեմ Ադրբեջանի, Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ինքը կարողացել է ոչնչացնել այդ ծուղակը, հանձնելով Արցախը, բայց ինչն է այստեղ կարևոր, տեսեք, ինքը ոչ միայն իր կարծիքով ոչնչացրել է այդ ծուղակը եւ նա կարծում է, որ դու այլևս պետք է դադարես Թուրքիան եւ Ադրբեջանը անցալես որպես թշնամի, ինքը նաև ինքնության շատ կարևոր փոփոխություն է փորձում ապահովել, ինքը փորձում է արտաքին թշնամու կերպարը պահպանել, բայց այդ արտաքին թշնամին հիմա պետք է լինի Ռուսաստանը, ռուսական պետականությունը եւ Ռուսաստանում ապրող հայերը այս թեմային մենք մոտ ապագայում շատ մանրամասն բազմաթիվ առիթներ ենք ունենալու անդրադառնալու ու ինչա կարևորը կրկին ասենք այդ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը ինքը ձևավորում է ինքնության փոփոխություն, ինչպես նաև արձանագրում է, որ մեր թշնամին Ռուսաստանի Դաշնությունն է, ռուսական պետությունն է։ Դե եթե Ռուսաստանը մեր թշնամին է, ապա տրամաբանական է, որ Ռուսաստանի ակտիվները Հայաստանում դու պետք է խլես կամ դու գոնե պետք է փորձես անել հետևյալը, որ ռուսական ակտիվները, որոնք կան Հայաստանում, դու փորձում ես դրանք բանակցային մանրադրամ դարձնես Ռուսաստանի հետ ապագա բանակցություններում։ Օրինակ, եթե դու կարծում էիր իրենց անցալմամբ Ռուսաստանում կարծում էին, որ, չգիտեմ, 102-րդ ռազմաբազան կամ ռուս սահմանապահները, ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում դա Ռուսաստանի ակտիվներ Հայաստանում, ապա Նիկոլ Փաշինյանի կարծիքով, իրենց քարոզիչների կարծիքով, այս իրավիճակում, երբ որ այլևս չկա Ղարաբաղի հարցը, Թուրքիայի հետ հարաբերությունները լավատեսություն են ներշնչում, այս ամենը ռուսական ակտիվները դառել են իրականում պասիվներ, այն էլ տոքսիկ պասիվներ, այն առումով, որ Ռուսաստանի հետ բանակցությունում Նիկոլ Փաշինյանը կարող է, այսպես ասած, փոխակերպում առաջարկել, փոխանակում առաջարկել, օրինակ, դուք թողեք մեր ապրանքները գնան Ռուսաստան, մենք էլ կթողենք 102-րդ ռազմաբազան կմնա Հայաստանում, կաշխատի այս մոդելը, թե ոչ, մենք ապագայում եւս հնարավորություն կունենանք այս ամեն ինչի վերաբերյալ խոսելու, բայց իրականությունը կայանում է հենց սրանում, արտաքին թշնամու նոր կերպար է ձևավորվում եւ այդ արտաքին թշնամին Ռուսաստանի Դաշնությունն է եւ ինչն է կարևորը, սա Նիկոլ Փաշինյանի կողմից էմոցիոնալ գնահատական չէ, ինչպես Աննա Գրիգորյանն էր այսօր Նիկոլ Փաշինյանին ասում, այսպես ասած սպանեք ձեր մեջ կրկոտ հռետորին, թեպետ երևի դա շատ մեծ կոմպլիմենտ է Նիկոլ Փաշինյանին, որ իրեն անվանում են կրկոտ հռետոր, ինչեւ է սա էմոցիոնալ գնահատական չէր Նիկոլ Փաշինյանի կողմից, սա ռազմավարական քաղաքականության դրսևորում էր այսօրվա նրա ելույթը ազգային ժողովում, որովհետև երբ որ մենք ընթերցում ենք 2026-2031 թվականների կառավարության ծրագիրը, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վերանայման ռազմավարական առումով վերանայման փուլ ենք մտել։ Տեսեք, համեմատենք 21-26 թվականների ծրագրի հետ։ Եթե 26-26 թվականի ծրագրերում Ռուսաստանը որպես արտաքին քաղաքական առաջնահերթությունների հետաքրքրության երկիր Հայաստանի համար առաջին տեղում էր գտնվում, ապա այս պարագայում Ռուսաստանի Դաշնությունը 8-րդ տեղում է։ Ու ինչն է կարևորը, եթե նախկինում կային ձևակերպումներ ռազմավարական, դաշնակցային, ապա այս ծրագրում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները նկարագրվում են որպես
տրանսֆորմացվող, չգիտեմ, հարաբերություններում դու պետք է ձգտես խորացնել այդ հարաբերությունները, ռազմավարական ձևակերպում չկա, Հայաստանից առաջ գալիս է, Ռուսաստանից առաջ գալիս է Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը, Եվրամիությունը, առանձին Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ հետո նոր գալիս է Ռուսաստանի Դաշնությունը եւ դա պատահական չէ։ Պատգամավորներից մեկը Նիկոլ Փաշինյանին հարց եղեց նաեւ հավաքական անվտանգության կազմակերպության վերաբերյալ 0 անգամ հիշատակվել է ՀԱՊԿ Հայաստանի Հանրապետության կառավարության նոր ծրագրում արդարության համար նշենք հետևյալը ՆԱՏՕ-ի վերաբերյալ դեռ չկան գնահատականներ առնեն, որ Հայաստանը ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, պարզապես արձանագրված է, որ ձգտում են խորացնել համագործակցությունը, ռազմական առումով էլ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ խաղաղապահ առաքելություններ իրականացնելու հարցում, բայց ինչն է կարևորը նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում։ Տեսեք, այստեղ որոշակի առումով Նիկոլ Փաշինյանի քաղաքականության էրդողանիզմն է դրսևորվում։ Էրդողանն էլ է, չէ, փորձում ինքը Ռուսաստանի հետ հարաբերություններում մի կողմից տնտեսական շահույթներ ունենալ, մյուս կողմից օրինակ իրենք ձգտում են կամ գոնե հայտարարում են, որ Ուկրաինային կարող են ռազմավարական զենք վաճառել, նույնն էլ Նիկոլ Փաշինյանն անում։ Տեսեք, ինքը փորձում է զատել տնտեսականը քաղաքականից, ռազմաքաղաքականից, թողնել Ռուսաստանի հետ հարաբերություններում միայն այն, ինչը իր գնահատմամբ շահավետ է կամ ձեռնտու է Հայաստանի Հանրապետության։ Տեսեք, ԵԱՏՄ-ի մասով կա գնահատական, որ շարունակելու ենք մնալ ԵԱՏՄ անդամ, միևնույն ժամանակ չկա գնահատական առան, որ եթե մենք օրինակ խզում ենք հարաբերությունները հավաքական անվտանգության կազմակերպության հետ, ապա դրամաբանությունը պետք է մեզ հուշեր, ինչպես նաև այն հանգամանքը, որ մենք Ռուսաստանին 8-րդ տեղում ենք դնում առաջնահերթությունների շարքում, դա օրինակ մեզ պետք է հուշեր, որ 1997 թվականին ավելի կոնկրետ ամռանը ստորագրված համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագիրը Ռուսաստանի Դաշնության հետ, որը ենթադրում է նաեւ ռազմական փոխօգնություն միմյանց, եթե կողմերից մեկի նկատմամբ ռազմական գործողություններ են իրականացում, դա եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է Ռուսաստանը նշել որպես ռազմավարական դաշնակից, ինքը պետք է հրաժարվել այդ պայմանագրից, բայց ինչպես ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններից ինքը չի հրաժարվում, ինքը նույն կերպ էլ չի հրաժարվում այդ պայմանագրից, որովհետև նույնիսկ Նիկոլ Փաշինյանը ունի մտավախություն, որ առանց Թուրքիա եւ Ադրբեջանի հետ հստակ պայմանավորվածությունների, եթե ինքը հրաժարվի այդ պայմանագրից, դա կարող է հանգեցնել նրան, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ոտնձգություն կիրականացնեն Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, իսկ դիմելու ոչ ոք այլևս չի լինելու, ակնհայտ է, որ եվրոպացի դիտորդները չեն գալու Հայաստանի տարածքային ամբողջականությունը չեն պահպանելու։ Տեսեք, այս առումով, այսինքն ԵԱՏՄ փոխօգնության մասին պայմանագիր Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի նշում, բայց օրինակ ծրագրի մեջ կա նաև հետևյալ, որ մինչև 27 թվականը մենք պետք է կողմնորոշվենք նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ։ Ճիշտ է, այնտեղ հստակ մատնանշված չէ, թե ով է լինելու մատակարարը նոր ատոմային էներգաբլոկի տեխնոլոգիաների, բայց հաշվի առնելով գետնի վրա եղած իրողությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կնքված պայմանագիրը, հիշեցնենք, որ J.D. Vance-ի այցի ժամանակ 9 միլիարդ դոլարի համագործակցության վերաբերյալ պայմանագիր կնքվեց Ամերիկայի Միացյալ Նահանգները, մեզ պետք է մոդուլային ատոմակայան կառուցեն Հայաստանի Հանրապետություն, որը իրենց տարածքում էլ իրենք չեն կառուցել, մենք նաև ստորագրել ենք դե ֆակտո այդ ատոմակայանի սպասարկման վերաբերյալ պայմանագիր։ Այս առումով, այսինքն Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ չենք ուզում այսպես Ռուսաստանի հետ համագործակցել, այդ իսկ պատճառով Ամերիկայի հետ կհամագործակցենք, իսկ այն հարցերը, որը մեզ է պետք Հայաստանի Հանրապետությանն է պետք, մենք Ռուսաստանի Դաշնությանը թույլ ենք տալու Հայաստանի հետ համագործակցել։ Օրինակ, բացի ատոմակայանից կամ ՀԱՊԿ-ից, էլ ինչի վերաբերյալ մենք կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանից երես է թեքում Նիկոլ Փաշինյանը, հույս ունենալով, որ իրեն շահավետ բաները շարունակելու են գործել։ Օրինակ, տեսեք, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2021 թվականին հստակ Վալդայ ակումբի նիստերից մեկի ժամանակ նշել էր, որ Ռուսաստանը դե ֆակտո ունի առաջարկ Հայաստանին եւ Ադրբեջանին դելիմիտացիայի դեմարկացիայի վերաբերյալ եւ նաեւ քարտեզներն էր նշում, ասում էր քարտեզները, որոնք ձևավորվել են ԽՍՀՄ գլխավոր շտաբում եւ այդ քարտեզները կան Ռուսաստանի գլխավոր շտաբում։ Եթե այդ քարտեզներով լիներ դելիմիտացիան դեմարկացիան, ինչպես նաև Պուտինի առաջարկը կյանքի կոչվեր, ինչ էր նա այն ժամանակ ասում էր, բայց կան տարածքներ, որոնք կողմերը միմյանց, որոնք վերահսկում են, բայց միմյանց նկատմամբ, այսպես ասած, իրենք ունեն ակնկալիքներ, նույն Արցվաշենը, Տիգրանաշենը եւ այլն, ասում, բայց այնտեղ մարդիկ են ապրում, պետք է դելիմիտացիան դեմարկացիան այնպես իրականացվի, որ գետնի վրա եղած իրողությունները չփոխվեն, այսինքն մարդկանց կյանքը բնականոն կերպով շարունակվի, բայց մենք հրաժարվեցինք այս ամեն ինչից, որովհետեւ անհրաժեշտ է Ռուսաստանի ֆունդամենտալ առումով դուրս բերել տարածաշրջանից, անկախ նրանից դա համապատասխանում է Հայաստանի Հանրապետության շահերին, թե ոչ։ Ինչևէ, ամփոփելով մեր այսօրվա զրույցը,
Նիկոլ Փաշինյանը իր ելույթով հստակ արձանագրում է, բարձրացնելով խաղադրույքները Ռուսաստանի հետ հարաբերություններում, որ Պուտինյան Ռուսաստանը, ներկայիս Ռուսաստանը թշնամի է Հայաստանի Հանրապետության համար։ Մի մոռացեք, որ նա ասում է, որ անդիմության դրդմամբ Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, նպատակն այն է, որ Հայաստանում մարդիկ դուրս գան փողոց եւ իշխանափոխություն լինի։ Այսինքն ինքը Ռուսաստանին Վլադիմիր Պուտինին մեղադրում է նրանում, որ Վլադիմիր Պուտինը Հայաստանում ուզում է իշխանություն փոխել։ Ու իսկապես հա վերջում տեսեք, արտաքին թշնամու կերպարը Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ ձևավորվել է Ռուսաստանի կողմից եւ այդ արտաքին թշնամին Ադրբեջանն էր։ Այդ արտաքին թշնամու հետ պատերազմում Նիկոլ Փաշինյանը պարտվել է։ Բայց հիմա ինքը վերափոխում է արտաքին թշնամու կերպարը եւ այդ թշնամին այս պայդրությամբ Ռուսաստանի Դաշնությունն է։ Ես կարծում եմ որևիցե մեկը կասկած չունի, չէ՞ որ ռազմավարական առումով Ադրբեջանը ավելի թույլ է, քան Ռուսաստանի Դաշնությունը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ինչ է կարծում, թե ինքը մեկի հետ բախման մեջ պարտվել է, ինքը վստահ է, որ Ռուսաստանի Դաշնության հետ բախման պարագայում ինքը հաղթող է դուրս գալու։ Մտածեք այդ մասին։